Հավանական է, որ այդ անկումը սկսվի ոչ թե հիմա, այլ սկսվի օրինակ այն ժամանակ, երբ որ Bitcoin-ի կուրսը արդեն բավականին բարձրացած է լինելու։ Օրինակ, եթե $100,000 է հասած լինի Bitcoin-ը, ու այդ ժամանակ նոր ակնհայտ դառնա բոլորին, որ աշխարհը տնտեսական ճգնաժամի ռեցեսիայի մեջ է, այդ ժամանակ կարող է օրինակ 100,000-ից կուրսը իջնի 60-ից $70,000։ Okay, ժողովուրդ, ճանաչեք, խոսենք Bitcoin-ի կուրսի մասին, նրա մասին թե ինչի է Bitcoin-ի գինը ընկնում ու ինչու է շատ հավանական, որ առաջիկա ամիսներին մենք տեսնենք այս տենդենսի շարունակությունը ու գուցե կուրսը իջնի մինչև $60,000 կամ ավելի ցածր։ Նախ մենք վերջի օրերին շատ լավ նորություն ունեցանք, Դոնալդ Թրամփը որոշում ստորագրեց Bitcoin-ի ստրատեգիական ռեզերվ կազմելու հետ կապված, մարտի 6-ին դա տեղի ունեցավ, նաև մեծ համաժողով արեցին ոլորտի ներկայացուցիչների հետ այս թեման քննարկելու համար, բայց շուկան չգիտես ինչի բացական արձագանքեց, իրականում երբ որ խորանում ես այդ փաստաթղթի մանրամասների մեջ, պարզ է դառնում թե ինչի որոշակի հաստատություն կար այս կրիպտո համայնքի մոտ։ Պատճառը այն է, որ այս Bitcoin-ի ռեզերվը, որ իրանք ստորագրել են, որ պետքա ստեղծվի, այսպիսի սկզբունքներ են մեջը դրել, որ այն Bitcoin-ը, որը որ Ամերիկան ունի, պետք է չվաճառեն։ Այսինքն առաջին կետը դա է։ Երկրորդն էլ այն է, որ իրանք պետքա ձգտեն իրանց ունեցած Bitcoin-ը շատացնեն, բայց դա պետքա անեն այնպիսի եղանակներով, որը որ չի վնասի հարկատուներին, այսինքն հարկատուների հաշվին չի լինելու։ Պետբյուջեից փող ծախսելով Bitcoin չի առնելու Ամերիկան այս պահի դրությամբ։ Այս կարող է մի քիչ հիասթափություն առաջացրած լինի կրիպտո համայնքում, որտեղ շատերը գուցե մտածում են, հեսա վсё պետբյուջեից միլիարդներ են ուղղելու, որ Bitcoin առնեն, բայց չէ, նմանատիպ որոշում չեն կայացրել ու ավելի դանդաղ է այս process-ը ընթանալու իրենց Bitcoin-ի պաշարը մեծացնելու։ Ու մի քանի ամիս տենց ժամկետ են տվել, թե ինչ եղանակներով են այդ նոր Bitcoin-ը ձեռք բերելու, հավանական է, որ պետության անարդյունավետ ծախսերը կրճատելով գուցե այդ գումարները ուղեն այդտեղ Bitcoin ձեռք բերելու համար կամ ուրիշ ինչ-որ կրեատիվ եղանակներով, բայց ամեն դեպքում համայնքը ոլորտը չստացավ այն ինչ sense ամենաբարձր ակնկալիքները, որ ուներ, այդ դրանք չիրականացվեցին, մի քիչ ավելի համեստ ակնկալիքները իրականացվեցին։ Բայց հիմա այս պատճառներից մեկն է, թե ինչի Bitcoin-ի կուրսը իջավ, որ կարող է կար շատ բարձր ակնկալիք, մի քիչ ավելի պակաս արդարացավ։ Հետո միշտ հիշում ենք այն սկզբունքը, որ երբ որ բամբասանքներ կան ինչ-որ կարևոր լուրի հետ կապված, պետք է այդ ժամանակ առնել, այդ ժամանակը հիմնականում այդ հետաքրության առարկա հանդիսացող ակտիվի գինը բարձրանում, իսկ երբ որ բուն նորությունն է գալիս, այդ ժամանակ արժի վաճառել, որովհետև արդեն ակնհայտ է դառնում բոլորին, որ տեղի է ունեցել, այդ ժամանակ պիկն է հիմնականում լինում, այդ ժամանակ վաճառում, այսինքն sell the news կոչեցել է, մենք տեսանք նաև այս իրադարձության հետ կապված։ Բայց հիմա ամենակարևոր խնդիրը, թե ինչի է հիմա Bitcoin-ը ընկնում, դա ավելի շատ կապված է ոչ թե հենց կրիպտո շուկայի Թրամփի Ամերիկա ադմինիստրացիայի հետ, այլ կապված է ընդհանուր ռեցեսիոն վախերի, ընդհանուր տնտեսական ճգնաժամի հետ կապված վախերի ու մտահոգությունների ու նրա հետ կապված, որ Ամերիկայի արժեթղթերի շուկան հիմա անկում է ապրում։ Լավ, սկզբից Bitcoin-ը նայենք, Bitcoin-ը ինչքան է ընկել այս վերջ շաբաթներին, պիկը եղել է մոտ 109,000-ը, հիմա իջել է մոտ 76,000-ը, այսօր մի պահ եղել, այսինքն մի 30%-ով անկում է ունեցել այդտակ Bitcoin-ը, որը որ իհարկե մեծ թիվ է, բայց մենք գիտենք, որ աճի ցիկլերում, Bitcoin-ի աճի ցիկլերում հաճախ լինում են 30, 40, մինչև անգամ 50% կորեկցիաներ լինում են։ Երբ որ bear market-ն է լինում, արջերի շուկան է լինում, այդ ժամանակ հնարավոր է մինչև 80-90% Bitcoin-ի կուրսը ընկնի, հետո բարձրանում է շատ ավելի շատ։ Ու հիմա 30% անկումը տենց ես ինչ զարմանալի բան չի այս ոլորտի համար, այս ոլորտի վետերանների համար, ովքեր որ մի քանի ցիկլ ստեղ անցկացրել են, տեսել են այս տատանումները, բայց երբ որ նայում ենք ընդհանուր շուկային, ոչ միայն Bitcoin-ին, կարող ենք տեսնենք, որ մյուս շուկաներում է նաև մոտարապես այդ վիճակը, արժեթղթերի շուկայում վերջին մի երկու շաբաթվա մեջ անկում է գրանցվել մոտ 10%, S&P ինդեքսը, S&P 500 ինդեքսը մոտ 10% անկում է գրանցել, որը որ շատ մեծ թիվ է արժեթղթերի շուկայի համար։ Մեր համար կրիպտոյի համար այդպես մեծ թիվ չի, մենք 30-50-40% ենք տեսնում, բայց 10% անկումը շատ մեծ բան է արժեթղթերի շուկայի համար, հիմա լրատվականներին որ հետևեք, այնտեղ բոլորը պանիկա են անում։ Բայց եթե 10%-ը մենք խոսում ենք ընդհանուր ամբողջ արժեթղթերի այդ 500 ընկերությունների մասին, երբ որ մենք խորանում ենք մեծ ընկերությունների կապիտալիզացիայի մեջ, ասենք Apple-ը ինչ ցուցանիշներ ա ունեցել վերջի շրջանում, իրա պիկը եղել է դեկտեմբերին, պիկից հիմա ընկած է Apple-ը մոտ 15%, այսինքն ավելի շատ, քան թե միջին S&P 500 ինդեքսը։ Այս Microsoft-ն է, Microsoft-ի պիկը անցած ամառ է գրանցվել
դրանից սկսած գրանցվել է մոտ 20%-ի անկում, որը էլի վերջին օրերին է տեղի ունեցել, այսինքն այս Bitcoin-ի կուրսին զուգահեռ։ Amazon-ի պիկը փետրվարի սկիզբն էր, հիմա ընկած է մոտ 20%-ով, 21%-ով։ Google-ն ենք նայում ոնց է իր գինը, արժեթղթի, էլի 20% ընկած է վերջի 1.5 ամսում։ Nvidia-ն, որ ամենամեծ աղմուկներ ստեղծել վերջի տարիներին այս արհեստական բանականության ու չիպերի հետ կապված, իր արժեթղթի կուրսը հիմա ընկած է մոտ 31%-ով։ Այսինքն մոտ այնքան ինչքան որ Bitcoin-ն է իր պիկից ընկել։ Tesla-ն, որ Tesla-ի ամենահայտնի ընկերություններից մեկն է։ Իր պիկը գրանցվել է 24 թվականի դեկտեմբերին, դրանից սկսած մինչև հիմա 55%-ով անկում է ապրել։ 55%, ես պատկերացնում ենք, չէ, 2 ամսում 55% ամենամեծ կորպորացիաներից, ընկերություններից մեկը անկում է գրանցում, այդ ինչ մեծ բան է։ Այդ չգիտեմ, ինչ որ altcoin պետք է լիներ, որ sense scam էր, 2 ամսում վարիա գնում, որ 55% ընկներ, հիմա ստեղ մեծ կայացած ֆիրմա է, որ լիքը մարդիկ նաև այս վիդեոն նայողներ երևի Tesla են քշում, ու այդ ընկերությունը 55% անկում է գրանցում ընդամենը 2 ամսում։ Facebook-ը 20% անկում է գրանցել էլի մի քանի շաբաթում։ Ուստեղ տեսնում ենք, որ ամբողջ արժեթղթերի շուկան կարմիրի մեջ է, այսինքն ինքը անկում է գրանցում, ու այս գալիս է ընդհանուր տնտեսության տրամադրություններից, նրանից որ օրինակ Ամերիկայում հիմա ինչ որ չափով կրճատումներ են գնում, նախընտրական շրջանում մեծ քանակի պետական աշխատողներ էին ընդունել աշխատանքի, որպեսզի իրանք այդ ընտրությունները անցկացնեին, հիմա արդեն ցուցանիշների մեջ գործազրկության իրանց գործից դուրս գալն է արտացոլվում, հետո էս Իլոն Մասկի, Թրամփի այդ Doge կոչեցյալը, որ պետության արդյունավետություն են բարձրացնելու, իրանք հիմա ծախսերի կրճատում են անում, իրանց սա շատ կարևոր է, որ այդ ամեն ինչ անեն, որովհետև Ամերիկան հիմա նենց պարտքերի մեջ է, որ շատ շուտով հավանական է բանկրոտ գնա, եթե շտապ միջոցներ չձեռնարկվի։ Իրանք հիմա հենց այդ շտապ միջոցներն են ձեռնարկում, իրանք ծախսերը նվազեցնում են բազմաթիվ ծրագրերից, որոնք որ շատ անարդյունավետ են, հանում են այդ գումարները, այդ նշանակում է այդ գումարները տնտեսությունում չեն շրջանառվելու, այդ նշանակում է տնտեսությունը ավելի շատ դանդաղելու է, բայց դա լավ բան է այնքանով, որ պատասխանատու ծախսեր են այսուհետ իրանք ուզում անեն, որ անպատասխանատու ծախսած փողը ուզում են չուղարկեն այդ ծրագրերին, ու նաև այնտեղ հավանական է, որ նաև կրճատումներ լինեն պետական ապարատում, այնտեղ բոլորին հիմա մեյլ են չէ ուղարկել, ասում են վերջի 2 շաբաթվա մեջ ինչ օգտակար բան ես արել, մարդիկ պետք է պատասխանեն կամ էլ կարող է իրանց վտանգ լինի, որ գործից հեռացնեն։ Կամ այս 2020 թվականից սկսած այնտեղ շատերը սկսել են պետական ապարատում նաև հեռավար աշխատել, հիմա բոլորին ասվել է, որ բոլորը տիգակ գրասենյակներ, ոնց որ նախկինում ա եղել, նույն ձև պետք է աշխատենք, ովքեր որ հրաժարվան, իրանք կարող են դիմումները գրել հեռանան։ Այնտեղ շատ այդ խոսակցությունը, որ պետական ապարատի 30-40-50%-ը երևի Հայաստանում էլ նույնպես ամենօրյա ռեժիմով գրեթե ոչ մի բան չի անում։ Ամենօրյա աշխատանք ու օգուտ չեն տալիս պետությանը, դրա համար այնտեղ այդ առումով կրճատումներ են գնում։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ որ կրճատումներ են տեղի ունենում, երբ որ մարդկանց աշխատանքից հանում են, տեղի ունենում այն, որ մարդիկ ավելի քիչ են կարողանում ծախսել, երբ որ քիչ են ծախսում, այդ նշանակում է, որ մյուս մարդկանցից այդ եկամուտը պակասում է, բիզնեսները ավելի քիչ եկամուտ են ունենում, այդտեղ արդեն գալիս է այդ բիզնեսների եկամտաբերության հարցը, իրանք էլ պետք է իրանք ծախսերը օպտիմիզացնեն, հնարավոր է իրանք նույնպես ներքին կրճատումներ անեն, այսինքն ամեն ինչ սկսվում է այս մի քանի կրճատումներից, տնտեսության դանդաղումից, որ որոշ մարդիկ ընկերություններ չեն կարողանում շատ ծախսեր անեն, դա տանում է նրան, որ մեկ ուրիշ մարդիկ շղթայական էֆեկտով չեն կարողանում ծախսեր անել, քիչ փող է շրջանառվում տնտեսության մեջ ու ճգնաժամը գնալով խորանում է։ Հիմա դրա սաղմնային կամ արդեն կարելի ասել միջին վիճակներն ենք տեսնում, որ այս process-ի մեջ է արդեն այս գործողությունը, ու երբ որ նայում ենք այս ամենամեծ ընկերությունների մեջ, այստեղ պլյուսով է դուրս եկել, երևի թե մի հատ ընկերություն, Berkshire Hathaway-ը, այս Warren Buffett-ի ներդրումային ֆոնդն է։ Warren Buffett-ը աշխարհի ամենահայտնի արդյունավետ ներդրողներից մեկն է, ներդրումների հիմնադիր հայրերից մեկն է, իսկ ինչու է իրանց արժեթուղթը աճում, ու երբ որ տեսնում ենք այս վերջին օրերին մյուսները ընկնում էին, կարող տեսնենք, որ այս իրանց ընկերության արժեթղթերի գնի պիկը հենց վերջին մի քանի օրվա մեջ է տեղի ունեցել, ու այս բանը պիկից ընդամենը 5%-ով են ցածր, որ կարելի ասել իրանց արժեթուղթը չի էլ ընկել, իսկ իրանք հիմա ինչի են sense լավ պոզիցիա են գտնվում, որովհետև Warren Buffett-ը մի հատ sense շատ հայտնի խոսք ունի, որ ասում է, երբ որ բոլորը վախվորած են, պետքա լինել ագահ, երբ որ բոլորը ագահ են, պետքա լինել վախվորած, զգուշավոր, այսինքն։ Ու հիմա Warren Buffett-ը ու իր ընկերությունը 2023 թվականի վերջից, 24 թվականի սկզբից այս ներդրումային ֆոնդը իր ներդրումներից հանել է հիմնական խոշոր ընկերություններին, այսինքն որտեղ որ
invest արած փող ուներ, բանկերն է, Apple-ն է, Microsoft-ն է, խոշոր ընկերություններ, որտեղ փող ուներ դրած, այդ փողերը հանել է։ Այսինքն իր շահույթը ֆիքսել է ու նստել է քեշի մեջ։ 2023 թվականի վերջերից սկսած մինչև հիմա իրանք իրանց ընկերության ըստ ներդրումային ֆոնդի քեշի բալանսը գնալով մեծացրել են։ Հիմա հասցրել են 325 միլիարդ դոլարի, որը աննախադեպ թիվ է, այս էլ հələ հին տվյալ է, երևի հիմա ավելի շատ է։ Ամեն տեղից այդ ներդրումները հանել են, քեշ մեջ են նստել, որովհետև իրանք տեսնում են, որ շուկան ագահ է, որ հեսա տնտեսության ցիկլը իր ավարտին է հասնում ու անկում է սկսվելու։ Իսկ երբ որ անկում է սկսվում, այդ ժամանակ գալիս են ամենալավ հնարավորությունները։ Երբ որ ամեն ինչ շատ էժան է, դու էլ քեշ ունես պատրաստի, կարողանում ես այդ քեշը վերածես գործողության, կարողանում ես էժան ակտիվներ գնել, համ էժան արժեթղթեր, համ տներ, համ բիթքոին, ամեն ինչ, ամենտեղ կարողանում ես ներդրում անել։ Բայց դրա համար պետքա դու ունենաս տեսլական։ Ու Warren Buffett-ը ու իր ներդրումային ընկերությունը հենց այդ երկարաժամկետ տեսլականով են աշխատում, իրենք գիտեն տնտեսական ցիկլերը ինչ են, գիտեն, որ այս մեծ փուչիկը, որ փչվում է, ինչ որ պահի տրաքելու է։ Ու շուկաները անկում են ապրելու, ու մենք չգիտենք, ոչ մեկ չգիտեր, թե կոնկրետ երբ է այդ պիկը լինելու, որ դրանից սկսվի անկումը։ Ոստեղ կարող ենք տեսնենք, որ Warren Buffett-ն ու իր ընկերությունը նույնպես իրանք սկսել են անհանգստանալ շուկայի մասին, էլի 23 թվականի վերջից։ Այսինքն անգամ ամենալավ ներդրողը կարողացել է այս ամեն ինչը կանխատեսել մոտավորապես մի տարի, 2 տարի ճշգրտությամբ, իսկ մենք այդտեղ մտածում ենք, որ ասա ինչ որ մեկը ասել է, թե վաղը ինչ որ արժեթղթի կամ բիթքոինի գինը ոնց է լինելու։ Ամենալավ ներդրողը մի տարի, 2 տարի ճշգրտությամբ մոտավորապես է կարողանում կանխատեսել այս ամեն ինչը, բայց մեկը ինքը ամենաշատն է շահում, որտեղ ինքը ունի երկարաժամկետ տեսլական։ Ինքը գիտի, որ 320 միլիարդ դոլար քեշի մեջ որ հիմա նստած է, դրանից հետո հիմա երբ որ գա անկում, երբ որ Microsoft-ն է, Tesla-ն է, ամեն ինչն է, ընկնեն 20, 30, 50, 60, 70%-ով, մեկ էլ կգան այս ընկերության ղեկավարները, կասեն մենք լիքը փող ունենք, ձեր ընկերության արժեթղթերից տվեք էժանով առնենք։ Ու իրանք են ամենամեծը այս տնտեսական ցիկլերում շահում։ Հիմա Ամերիկայում ինչ process-ներ ուրիշ կան նաև այն, որ այդ տարիֆների մաքսատուրքերի պատերազմն է կարելի ասել գնում Ամերիկայի ու այլ երկրների միջև։ Վերջին շաբաթներին ուժի մեջ մտավ Կանադայի ու Մեքսիկայի հետ կապված 25%-ի տարիֆների մաքսատուրքերի որոշումը, նաև Չինաստանի մաքսատուրքերը 10%-ով եւս բարձրացվեցին, այսինքն այստեղ տնտեսական պատերազմ է գնում, իսկ տնտեսությունը չի սիրում տնտեսական պատերազմ։ Այստեղ Թրամփը ճիշտ է գնում այն ուղղությամբ, որ մեզ պետք է եկամուտ, մեզ պետք է մեր բյուջեի մուտքերը ավելացնել, պետք է ծախսերը պակասացնել, որովհետև մենք բանկրոտի եզրին ենք։ Իրանք իրանց տեսանկյունից ճիշտ են այդ ամեն ինչը երևի թե անում, բայց ընդհանուր տնտեսությունը, համագործակցությունը մարդկանց միջև այս ամեն ինչը չի սիրում, շուկաները այս ամեն ինչը չի սիրում, ու իրանք գիտեն, որ երբ որ տնտեսական պատերազմը սկսվում, այդ ամեն ինչը տանում է անկման ու նաև ներդրողների մոտ անվստահություն է առաջացնում, ներդրողները նաև արժեթղթերի շուկայից ու այլ շուկաներից, ներառյալ նաև բիթքոինից իրանց գումարները հանում են։ Ու այս ամեն ինչը սենց իրար հետ տանում է ռեցեսիայի, տանում է ճգնաժամի, ու երբ որ մենք խոսում ենք բիթքոինի կուրսի մասին, բիթքոինը ռեալ ճգնաժամ չի տեսել։ Վերջին ռեալ ճգնաժամը 2008 թվին էր, երբ որ բիթքոինը հələ չկար, նոր էր ստեղծվում։ 2020 թվականին մենք տեսանք ինչ որ տրեյլերը ճգնաժամի, որ ուզում էին շուկաները ընկնել, հետո հանկարծակի աննախադեպ քանակի փող տպվեց, ինչքան որ փող շրջանառվում էր աշխարհում, մոտ 50%-ը դրա մի քանի ամսում տպվեց, ներարկվեց շուկա, մեծ ինֆլյացիա տեսանք, ու այն ճգնաժամը, որ պետքա 20 թվականին ըլներ, ինքը կանխվեց ընդհանրապես ինֆլյացիայի տեսքով, որով որ մարդկանցից գումար գողանալ կորզելն է, դրանով փուչիկը ել ավելի փչել մեծացնելն է ու սպասվող արհավիրքը, որը որ հենց տնտեսական ճգնաժամն է, կրիզիսն է, եւս մի քանի տարով հետաձգելն է։ Ու հավանական է, որ նույն սցենարը մենք մոտակա ժամանակներին նույնպես տեսնենք։ Ու քանի որ մենք չենք տեսել բիթքոինը ճգնաժամի ընթացքում, մենք կարանք տեսնենք, թե մոտավորապես ինքը ոնց է իրան դրսևորել, ինչ ռեակցիա է ունեցել։ Այդ 2020 թվականին, երբ որ կարծես թե ուզում էր ճգնաժամ գար, ու եթե դուք հիշում եք այդ օրերը բիթքոինի կուրսի, եթե այդ ժամանակ շուկայում գայիք, ես այսօրվա պես հիշում եմ այդ ժամանակները, շատ ծանր օրեր էին, այն որ մի օր զարթնում ես, մեկ էլ կուրսը -50% է։ Այստեղ կարանք տեսնեմ, որ 20 թվականին այդ COVID-ի հենց ամենասկզբի հատվածները բիթքոինի կուրսը երբ որ մոտ $10,000 էր, ինքը մի 20 օրում իջել հասել է մի 3000 քանի դոլար, մոտ $4000, լավ գցենք, այսինքն 60% ընկել է ինքը մոտ 20 օրում։ Սենց է դրսևորում
ակտիվը, ընդհանրապես տարբեր ակտիվներ ներառել արժեթղթերի շուկան, երբ որ ճգնաժամային վիճակներ են։ Անկումները կարան շատ կտրուկ, շատ մեծ ու ցավոտ լինել։ Այստեղ կարանք տեսնենք, որ արժեթղթերի շուկայում էլ հենց այդ նույն օրերին ինչքան է գրանցվել անկում, մոտ 35%։ Նու բիթքոինը այդ ժամանակ ավելի ռիսկային ակտիվ էր իհարկե համարվում, հիմա էլ շատերի կողմից ավելի ռիսկային է համարվում, չնայած որ BlackRock-ը արդեն ասում է, որ սա ռիսկային ակտիվ չի, հակառակը ինքը ռիսկերից քեզ պաշտպանում է, բայց ոչ բոլորն են դեռ այդ մտածելակերպի։ Ոստեղ երբ որ 35%-ով 2020 թվականի մարտին ընկել էր արժեթղթերի շուկան, բիթքոինի կուրսը այդ ժամանակ մոտ 60%-ով էր ընկել։ Բայց ինչ տեղի ունեցավ այդ բիթքոինի կուրսի ընկնելուց հետո, երբ որ իջավ 3000, 4000, երբ որ սկսեցին այդ կառավարության միջամտությունները, որոնք որ այս եղած տնտեսական կառուցվածքներով ուղղակի անխուսափելի են, հենց որ ինչ որ վատ վիճակ է ստեղծվում շուկաներում, կառավարությունները, կենտրոնական բանկերը գալիս են ժողովրդին ու տնտեսությանը փրկելու, այդ փրկելները ոնց են անում, նոր փող են տպում, լցնում են շուկա, տպավորություն են ստեղծում, թե բարեկեցիկ կյանքա դրանով ստեղծել, բայց երկարաժամկետ էլ ավելի մեծ խնդիրներ են ստեղծում այս նույն մարդկանց համար։ Ու ինչա թե 2020 թվականի ճգնաժամը հետաձգվել է, հիմիկվա ճգնաժամը էլ ավելի ցավոտ է լինելու։ Այդ ամեն ինչի պտուղները, սերմերը հիմա ստիպված պետքա քաղենք դրա արդյունքը տեսնենք։ Հիմա երբ որ 2020 թվականի մարտին բիթքոինի կուրսը իջավ $4000, դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Դրանից հետո երբ որ ահռելի մեծ քանակությամբ փող լցվեց շուկա, բիթքոինի կուրսը մոտ մի տարում աճեց 1500%-ով։ 15 անգամ բիթքոինի կուրսը աճեց այս ընկած հատվածից ընդամենը մի տարվա մեջ $4000-ից հելավ բարձրացավ մինչև $60000։ Հիմա այս ամեն ինչը պետք է հաշվի առնել, որ պատմությունը ամբողջությամբ չի կրկնվում, բայց նմանություններ շատ հաճախ լինում են։ Ու հիմա հավանական է, որ նույնպես մոտենում ենք այն ժամանակահատվածին, որ մենք կտեսնենք նմանատիպ ցավոտ անկում։ Հիմա այն անկումը, որ մենք տեսել ենք, այդքան էլ ցավոտ չի, որովհետև պետքա լիարժեք կապիտուլյացիա լինի, պետքա այն որ մարդիկ մտածեն աշխարհը փուլ է գալիս, վсё բիթքոինը վարի գնաց, այս ամեն ինչ էլ երբեք չի վերականգնվի, այդ են ամենացավի գագաթնակետին, երբ որ ամեն ինչը հասնում է, հենց այդ ժամանակ շուկան շուռ է գալիս։ Հենց այդ ժամանակ հանկարծակի սկսում է աճել, երբ որ բոլորը չէին սպասում, ու դրանից հետո արդեն առաջիկա ամիսներին մենք տեսնում ենք այդ աճը, ոնց որ տեսանք օրինակ 2020 թվականին։ Դրա համար հիմա այն պահն է, որ մեմ կա, շունը այտենց վառվող տանը նստած է, ասում է ամեն ինչ նորմալ է։ Հիմա այդ ամեն ինչ նորմալի պահն է, հիմա այս կրակը մեր շրջակայքում կարող է շատ հավանական է ավելի մեծանա, բարձրանա, բիթքոինի կուրսն էլ իջնի մինչև 70000, 60000, կարող է մինչև 50-40 էլ իջնի, նայած թե մյուս շուկաները ինչքան ցավոտ վիճակում կլինեն, այսինքն տնտեսական ճգնաժամը ինչքանով կխորանա, կվատանա։ Իդեպ սա էլ տենց միանշանակ չի, 100%-ով չի, այս ներդրումների մեջ, տնտեսագիտության մեջ ամեն ինչ ընդհանրապես հավանականությունների մասն է։ Հիմա երբ որ նմանատիպ բաների մասն են խոսում շուկաները, ֆինանսական մեկնաբանները, ու նաև մենք գիտենք, որ 17 տարի չի եղել տնտեսական ճգնաժամ, այսինքն տնտեսական ցիկլը իր ավարտին փաստացի չի հասել ու հասունանում է այդ փուչիկի պայթելու ժամանակը, ինչ որ պայթ փուչիկը պայթելու է։ Կարող է հենց հիմա մենք դրան ականատես լինում, կարող է, չգիտեմ, առաջիկա մի քանի ամիսներին կամ մի տարի, երկու տարվա մեջ լինենք։ Կարծում եմ հիմա շատ հավանական է, որ մենք դա տեսնում ենք ու արդեն արժեթղթերի շուկայի նմանատիպ կտրուկ անկումը կարճ ժամանակահատվածում, նաև տնտեսական այդ պատերազմները, նաև կրճատումները, նաև Հայաստանում նույնպես գիտենք, որ շատ սեկտորներում ամեն ինչ գնալով դժվարանում, ասենք, ՊԵԿ-ը չի կարող հարկեր հավաքի կամ ընդհանուր գլոբալ IT ոլորտը հիմա շատ դանդաղած վիճակում է, մարդիկ չեն կարողանում IT ոլորտում աշխատանք գտնեն։ Աշխատավարձերը պակասում են, կրճատումներ են մեծանում։ Ընդհանուր մենք սիգնալներ շատ ենք տեսնում, նույն համել Չինաստանից, Եվրոպայից, որ այնտեղ էլ տնտեսության վիճակը վատ է, manufacturing-ը, արտադրությունը Եվրոպայում հիմա էլի ռեցեսիոն վիճակում է, Գերմանիայում արդեն մոտ 2 տարի, Չինաստանում էլ այնտեղ անշարժ գույքի շուկան, Հայաստանում նույնպես այս եկամտահարկը, որ հանվեց օրենքը, ու նաև բաներն են մեծանում, գույքի հարկն է մեծանում, դա նույնպես նպաստելու է նրան, որ անշարժ գույքի գները ընկնեն։ Իդեպ այս գույքի հարկի ու բանի գների թեման էլ է հետաքրքիր, դրան երևի առանձին արժի անդրադառնալ։ Այդտեղ տարօրինակ է, էլի, որ հարկերը բարձրանում են, բայց գույքի գինը իջնում է, բայց սովորաբար հենց տենց է լինում։ Հիմա ինչ արժի անել այս շուկայում։ Լավ կլիներ, որ նախապես պատրաստված լինեինք ու ունենայինք քեշ։ Հիմա այդ ամեն ինչը դու կարել եք թե չեք արել, ամիսներ շարունակ խոսում ենք դրա մասին, որ արժի պարբերաբար առնել, որ համ կուրսը բարձրանալուց առնես, համ իջնելուց առնես, գինը միջինացնես։ Ստրատեգիան երկարաժամկետ է դա։ Ու Warren Buffett-ի պես, երբ որ հնարավորությունները
լինեն, ամենաշատը cash ունեցողներն են դրանից օգտվելու։ Ես օրինակ $82,000 հասցրեցի որոշ քանակի առնել, բայց նավսակի որոշակի cash էլի ունեմ պատրաստ, որ եթե կուրսը իջնի մինչև 75, 70, 60, էլի հնարավորություն լինի այդ գնով շուկա մտնելու ու արժի նաև այդ ամեն ինչը հաշվի առնել։ Նաև ընդհանուր տնտեսական ճգնաժամին պատրաստվելու համար, լավ կլիներ, որ ձեր աշխատատեղի համար ավելի շատ անհանգստանայիք, հանկարծ չկորցնեիք ձեզ, լավ դրսևորեիք, քանի որ երբ որ ճգնաժամը խփում է, գործազրկությունը բարձրանում է, մարդիկ դժվար են կարողանում աշխատանք գտնել, մի հատ աշխատատեղի համար շատ ավելի շատ մարդ է պայքարում ու արժի տեն զապասներ ունենալ գոնե մի քանի ամսվա ծախսերի գումար ու նաև հնարավորություններ տենց այլընտրանքային եկամուտի հոսքեր ունենալ, բայց բանը նրանում է, որ այս ամեն ինչին նախապես էր պետք պատրաստվել, հիմա դժվար է արդեն ինչ որ գործողություններ անել, ոնց որ հիմա արդեն ճակատամարտը սկսվում է ու զենքի գնումները պետք է նախապես անել, այստեղ զենքերի դեպքում բանն է, cash փողն է, որ եթե դուք գումար ունեիք կուտակված, հեսա գալիս է այն սեզոնը, որ լավ ներդրումներ կարան լինեն, եթե մենք գնում ենք այն ուղղությամբ, որ հիմա ֆինանսական ճգնաժամը խորանում է։ Այս էլի պետք է միշտ հիշել, որ ոչ մի միանշանակ բան չկա 100%-անոց, բայց հավանականություններ կան ու գուցե հավանականությունը հիմա թեքված է ավելի շատ այդ ռեցեսիոն ուղղությամբ։ Իսկ կուրսերի հետ կապված թե օրինակ Bitcoin-ին ինչ կուրս ակնկալել այս տարվա մեջ, ինձ թվում է այդ պլանը, ստրատեգիան հələ որ կարա նույնը մնա, անգամ եթե մոտակա ամիսներին Bitcoin-ի կուրսը մինչև 50,000 իջնի, եթե ասենք 2020 թվականին տեսանք, չէ, 4,000-ից բարձրացել է 60,000, 15 անգամ կուրսը բարձրացել է մի տարվա ընթացքում։ Հիմա եթե 50,000 իջնի ու դրանից հետո 15 անգամ թող չբարձրանա, թող 5 անգամ բարձրանա, դա ստացվում է, որ Bitcoin-ի կուրսը $250,000 հասնում։ Այդ երբ որ մենք տեսնենք արդեն հատակը, երբ որ մենք տեսնենք այն ամենացավոտ ժամանակահատվածը։ Հիմա այդ ժամանակահատվածը երբ կլինի, մոտակա մի ամսվա մեջ կլինի, թե մոտակա 3 ամսվա մեջ, թե 6 ամսվա մեջ կլինի, չենք կարող ասել, դժվար ասել, ընդհանրապես այս սցենարն էլ տենց միանշանակ չի, ընդհանրապես ենթադրություններն են ամեն ինչը, բայց կարծում եմ իրատեսական է, էլի մինչև տարվա վերջ 200-250,000 կուրսի թիրախ ունենալը, ու այդ կապիտուլյացիայից հետո, երբ որ բոլոր շուկաները ընկան, տենց արհավիրքը, ճգնաժամը, երբ որ էլի պետությունները, կենտրոնական բանկերը սկսեն նոր փող տպել, երբ որ տոկոսադրույքները իջնեն, ու այս տոկոսադրույքներն էլ է շատ կարևոր բան, որ պետք է էլի այդ ամեն 1.5 ամիսը տեղի ունեցող կենտրոնական բանկի նիստերին հետևել։ Երբ որ փողը էժանացնեն, նոր էժան փող լցվի շուկա, այդ են ռազմավարոտի հետադարձի հատվածն է, երբ որ շուկան ներքևից սկսելու էլի բարձրանալ։ 2020 թվականին էլ նույն բանը եղավ, որ շուկաները պանիկայի մեջ անկում ապրեցին, հետո կենտրոնական բանկերը 0% իջացրեցին վարկի արժեքը ու տրիլիոններով փող լցվեց շուկա ու բոլոր շուկաները բարձրացրեց, արժեթղթերի շուկան էլ, անշարժ գույքի շուկան էլ, Bitcoin-ն էլ ու նույն բանը մենք հիմա էլի տեսնելու ենք։ Հիմա կենտրոնական բանկի տոկոսադրույքները դեռ բարձր են, բայց իրանք երևի էս տնտեսական ավելի վատ տրամադրություններին կամ էլ գործազրկությանը արձագանքելով իրանք նույնպես կսկսեն իջացնել իրանց տոկոսադրույքները։ Հենց որ կտրուկ իջացրեցին այդ տոկոսադրույքները, մենք իմանալու ենք, որ վсё, երևի թե իմիկվայից արդեն պետք է կտրուկ աճը սկսվի։ Երևի թե այսքանով ամփոփենք այսօրվա վիդեոն, իսկ նախորդ վիդեոներից, որ սկզբում մի հատված ցույց ենք տվել, այդ վիդեոն կարող եք դիտել, թե ինչի առհասարակ տնտեսական, ֆինանսական ճգնաժամ սպասվում, ինչ ցուցանիշներ կան, որ մեզ հուշում են, որ այդ պահը շատ հասունացել է։ Այդ վիդեոն նայելու համար կարող եք սեղմել այստեղ, նաև հավանեք տեսանյութը բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք կհանդիպենք։